ԴՆԹ թեստ են արել Բաքվի սովորական բնակչից արյուն են վերցրել, ուղարկել լաբորատորիա ու ստացել մի արդյունք, որը կասկածի տակ է դնում այն ամենը, ինչ գրված է դասագրքերում։ Ոչ միայն ադրբեջանականը, այլ ընդհանրապես բոլորը։ Ահա թե որտեղից ենք մենք սկսում։ Կա մի փաստարկ, որը համոզ չեք սկսել մտածել։ Ադրբեջանցիները խոսում են թուրքերեն, ինչը նշանակում է, որ նրանք թուրք են։ Տրամաբանությունը կարծես երկաթյա է, բայց դա մոտավորապես նույն տրամաբանությունն է, ինչ ասենք։ Բրազիլացիները խոսում են պորտուգալերեն, ինչը նշանակում է, որ նրանք պորտուգալացի են, կամ մեքսիկացիները խոսում են իսպաներեն, ինչը նշանակում է, որ նրանք իսպանացի են։ Ոչ, լեզուն եւ ծագումը նույն բանը չեն։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Եվ ահա սկսվում է պատմությունը, որն իսկապես հուզեց ինձ։ Որովհետև Ադրբեջանի պետն այնքան մեծ էր, որ մի քանի տասնամյակ գիտնականները պարզապես չգիտեին, թե ինչ անել դրա դեմ։ Պաշտոնական վարկածն այսպիսի տեսք ունի. 11-րդ դարում Կենտրոնական Ասիայի խորքերից առաջացել են թուրքական ագուս ցեղերը։ Հազարավոր ձիավորներ, անվերջ տափաստաններ, մեծ գաղ դեպի արևմուտք։ Եկան Կովկաս, բերեցին իրենց լեզուն, խառնվեցին տեղացիներին ու նոր ժողովուրդ հայտնվեց։ Տարբերակը գեղեցիկ է, հարմար դպրոցական դասագրքերի հիմքում ընկած։ Դա չի աշխատում եւ ահա թե ինչու։ Ժամանակակից գենետիկան կարող է մի շատ անհարմար բան անել պարզեցված պատմության համար։ Այն կարող է կարդալ արյուն։ Յուրաքանչյուր մարդ իր մեջ ներդրված ունի իր նախնիների տարեգրությունը, որը հնարավոր չէ վերաշարադրել, այրել եւ պետական գաղտնիք հայտարարել։ Սրանք հապլոխմբեր են գենետիկական մարկերներ, որոնք փոխանցվում են հորից որդուն հազարավոր տարիներ, գրեթե առանց փոփոխության։ Եթե ձեր նախահայրն ապրել է 10-0 տարի առաջ որոշակի տարածաշրջանում, դուք հենց հիմա, երբ կարդում եք սա կոպտ նրա ստորագրությունը ձեր Y քրոմոսոմի վրա։ 2023 թվականին բժշկական գենետիկական հետազոտությունների կենտրոնի ռուս գիտնականները հրապարակել են Արևելյան Կովկասի գենոֆոնդի լայնածավալ հետազոտություն։ Նրանք վերլուծել են 83 Y քրոմոսոմի մարկերներ 18 պոպուլյացիայից 2216 մարդու մոտ եւ հայտնաբերել 16 մարդու մոտ հայտնաբերել 3 բաղադրիչ, որոնցից յուրաքանչյուրը հայտնվել է տարբեր ժամանակներում եւ տարբեր ձևերով։ Տափաստանային բաղադրիչը նույնը, որը գերակշռեր թուրքական քոչվորների ժառանգների մեջ, հայտնաբերվել է միայն մեկ ժողովրդի մեջ՝ կարագոշիները, փոքր խումբ, ոչ թե ադրբեջանցիներ։ Ադրբեջանցիների մեջ գերակշռում է այսպես կոչված իրանական բաղադրիչը Դաղստանի հետ միասին։ Այսինքն, գենետիկորեն նրանք կանգնած են ոչ թե թուրքմենների ու ղազախների, այլ իրանցիների, վրացիների, հայերի եւ դաղստանցիների կողքին։ Սրանք հարևաններ են տարածաշրջանում, սրանք Կովկասի բնիկ բնակչությունն են։ Երբ սա կարդացի, ճիշտն ասած, նստեցի եւ մի քանի անգամ վերընթերցեցի, քանի որ սա տեսության փոքր փոփոխություն չէ, այլ տեսություն է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Ադրբեջանցիների շրջանում ամենատարածված հապլոգախումբը ջերկուն է, տղամարդկանց մոտ 2,0%-ը։ Գիտնականները այս նշիչը կապում են պտղաբեր կիսալուսնի նեոլիցյան ֆերմերների հետ, Միջագետքի, Անատոլիայի, Արևմտյան Իրանի եւ Կովկասի բնակչության հետ։ Մարդիկ, ովքեր հորինել են գյուղատնտեսությունը, ովքեր կառուցել են առաջին քաղաքները, ովքեր այստեղ ապրել են առաջին թուրք ձիավորից 8000 տարի առաջ։ Հաջորդը գալիս է G հապլոգոխմբը, մոտ 18%-ը, Սաբնիկ Կովկասյան ժողովուրդների այցեքարտն է։ Այն հատկապես առատ է վրացիների եւ օսերի շրջանում։ Այնուհետև T, R1B, R1E, այս ամենը տեղական մերձավորևելյան եւ կովկասյան ծագման նշաններ են։ Մաքուր կենտրոնասիական տափաստանիշանները, որոնք պետք է մեծամասնություն կազմեին, եթե գործեր պաշտոնական տեսությունը մի քանի տոկոս են զբաղեցնում։ Վիճակագրական սխալ։ Ահա այն հարցը, որը կոտրում է թուրքերի մեծ գաղթի մասին ողջ գեղեցիկ պատմությունը, ուր գնացին հազարավոր ձիավորների գեները։ Նրանք չեն անհետացել։ Նրանք պարզապես երբեք այնքան շատ չեն եղել, որքան մեզ ասում էին։ Ամենայն հավանականությամբ թուրքերը որպես ժողովուրդ չեն եկել են որպես իշխանություն։ Զինվորական փոքր վերնախավ, շատ արդյունավետ հրամանի լեզվով եւ շատ համոզիչ թքուրով։ Տեղի բնակչությունը կովկասյան եւ իրանական արմատներով մարդկանց հսկայական զանգվածը, որտեղեցին թուրքերենը ոչ թե նրա համար, որ ուզում էին, որ պաշտոնյաները, առևտուրը, բանակը եւ պետությունը խոսում էին թուրքերեն։ Այդպես է աշխատում պատմությունը։ Լեզուն փոխվում է մի քանի սերունդների ընթացքում, արյունը երբեք չի փոխվում։ Հիմա հետաքրքիր մասը, ովքեր էին այս մարդիկ։ Եթե ոչ արյունով թուրքեր, ապա ինչ քաղաքակրթություն է ապրել այստեղ միջև ագուզների գալը։ Այստեղ է, որ պատմությունը լրիվ այլ է դառնում։ Անունը Կովկասյան Ալբանիա է։ Չշփոթել Բալկանյան Ալբանիայի հետ։ Կապ չկա։ Մեր Կովկասը գոյություն է ունեցել դեռևս մեր դարաշրջանից առաջ, կռվել է Պոմպեոսի լեգիոնների հետ եւ հիշատակվել է Ստրաբոնի եւ Պլինիոսի կողմից։
4-րդ դարում Հայաստանի եւ Վրաստանի հետ գրեթե միաժամանակ Կովկասյան Ալբանիան ընդունեց քրիստոնեությունը եւ դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետություններից մեկը։ Դա հսկայական քաղաքական օրգանիզմ էր, որը ժամանակակից Ադրբեջանի գրեթե ողջ տարածքը։ Իր սեփական անկախ եկեղեցով 52 տարից բաղկացած իր ուրույն այբուբենով, իր գրականությամբ, սեփական թագավորներով։ Իսկ հետո ըստ պաշտոնական վարկածի նա անհետացել է։ Արաբական նվաճումը 7-8-րդ դարերում պետության փլուզումը, եկեղեցու անկումը, հետո թուրքերը, իսկ հիմա ժողովուրդը գոլորշիացավ, լուծարվեց, կլանվեց իր հարևանների կողմից։ Դա դասագրքի լավ տարբերակ է եւ այն ձախողվում է մի պարզ կետով։ Ազգերը չեն գոլորշիանում։ Պետություն, կրոն ու գիր ունեցող խոշոր զարգացած ազգերը ոչ մի տեղ չեն գնում։ Նրանք թողնում են ապացույցներ, եւ այստեղ այնքան շատ ապացույցներ կային, որ ամոթալի դարձավ նրանց համար, ովքեր շտապում էին թաղել այս քաղաքակրթությունը։ Առաջին հուշումը քարերն են։ Ադրբեջանում կան տասնյակին քրիստոնեական եկեղեցիներ եւ վանքեր։ Երկար ժամանակ պատմաքաղաքական հանգամանքների բերումով դրանք հաճախ դասակարգվում էին տարբեր կերպ։ Բայց երբ հետազոտողները մանրամասն ճարտարապետական վերլուծություն կատարեցին, պարզվեց, որ սա այլ ոչ էր, այլ ոչ։ Կոնաձև գմբեթներ, որմնադրությանը հատուկ համակարգ, յուրահատուկ հատակագիծ, որը չի համընկնում ոչ վրացական, ոչ էլ հայկական մոդելներին։ Սա մոլորված ժողովրդի ճարտարապետական դնթն է։ Վերցրեք Շիկի մոտ գտնվող Քիչ գյուղի եկեղեցին։ Տեղական լեգենդն ասում է, որ այն հիմնադրել է Եղիշե Առաքյալը, ով քրիստոնեությունը Կովկաս է բերել։ Հետազոտությունները, այդ թվում նորվեգացի բնապահպանության փորձագետների մասնակցությամբ, հիմնադրումը թվագրում են ավելի հին ժամանակներով։ Տաճարն իր ներկայիս տեսքով ալբանական ճարտարապետության մարգարիտ է։ Նա կանգնած է, լռում է եւ սպասում, որ ինչ-որ մեկը սկսի ճիշտ հարցեր տալ։ Երկրորդ հուշում եկավ Եգիպտոսի անապատից։ Սինայի Սուրբ Եկատերինա վանքում դարեր շարունակ պահպանվել են հին ձեռագրեր։ Մագաղաթը թանկարժեք նյութ էր եւ վանականները հաճախ լվանում էին հին տեքստերը, դրանց վրա նորերը գրելու համար։ Նման ձեռագրերը կոչվում են պոլիմպսեստեր։ 1996 թվականին վրացի գիտնական Զազա Ալեքսիձեն աշխատում էր նրանցից մեկի հետ եւ վրացական տառերի տակ նկատեց մեկ այլ տեքստի ստվերներ, ջնջված, ինչպես թվում էր, մեռած։ Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հնարավոր եղավ կարդալ այն, ինչ թաքնված էր գրեթե 13 դար։ Դա կովկասյան ալբանների լեզուն էր, աստվածաշնչյան տեքստերի ժողովածուներ մի լեզվով, որը ոչ ոք չգիտեր, գրված 52 տառով այբուբենով։ 2017 թվականին նույն վանքում նույն լեզվով եւս 2 տեքստ է հայտնաբերվել։ Լեզվաբանները հաստատել են, որ այն պատկանում է նախադաղստանյան լեզվաընտանիքի լիզգին ճյուղին։ Սա նշանակում է, որ կովկասյան ալբանացիները գենետիկորեն մոտ են եղել ժամանակակից լեզգիներին, ավարներին, ռուտուլներին եւ Դաղստանի այլ ժողովուրդներին։ Հաստատ ոչ հայ, հաստատ ոչ թուրք։ Նրանց լեզուն չմեռավ, ուղղակի 13 դար թաղվեց ուրիշների աղոթքների ներքո։ Երրորդ ապացույցն այժմ ապրում է Ադրբեջանում։ Գաբալայի շրջանում, Նիցգյուղում ապրում են ուդիները։ Մոտ 10,000 մարդ ամբողջ աշխարհում, 4,000-ը բուն Ադրբեջանում։ Նրանք քրիստոնյաներ են իրենց լեզվով, իրենց ավանդույթներով, իրենց ինքնությամբ։ Իսկ նրանց ուդի լեզուն, ինչպես ապացուցեց լեզվաբանությունից պոլիմպսեստների հայտնաբերումից հետո, կովկասյան ալբանացիների լեզվի անմիջական կենդանի շարունակությունն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուդի լեզուն դասել է որպես ծայրահեղ վտանգված եւ լրջորեն վտանգված։ Մի քանի հազար խոսնակներ։ Երբ նրանք հեռանան 8-րդ դարում թաղված քաղաքակրթության վերջին կենդանի ձայնը կհեռանա։ Դինան չի անհետացել, նրանք պարզապես գոյատևել են լեռներում, իսկ մնացած մարդիկ անցել են վերափոխման։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպես աշխատեց այս փոխակերպումը։ Պատկերացրեք կովկասյան արմատներով հսկայական ժողովուրդ։ Նախ նա անցնում է պարսկական իրանական քաղաքակրթության հզոր ազդեցության տակ, որը դարեր շարունակ գերիշխում է քաղաքներում, առևտուրում եւ պոեզիայում։ Հետո արաբները գալիս են իսլամով։ Բնակչության մեծ մասը հատկապես հարթավայրերում ընդունում է նոր հավատքը, քանի որ ավելի շահավետ է ապրելը։ Պետականությունը կործանվում է, եկեղեցին անկում է ապրում, մեր պապերի լեզուն սկսում է նահանջել արաբերենի ու պարսկերենի ճնշման տակ։ Եվ հետո 11-րդ դարում գալիս է թյուրքական փոքրաթիվ զինվորական վերնախավը։ Փոքրը բանալի բառն է, ոչ ներգաղթյալների հոսք, ոչ բնակչության փոխարինում իշխանությանության լեզվով էլիտա։ Եվ այս ժողովուրդը, որն արդեն կորցրել է իր կրոնն ու պետությունը, նոր ինքնություն է որդեգրում։ Ոչ թե այն պատճառով, որ նրան բռնությամբ են ստիպել, այլ որովհետև թյուրքական աշխարհին պատկանելը հնարավորություն է տվել պետությանը, առևտուրին, պաշտպանությանը։
Լեզուն փոխվել է, արյուն չկա։ Հիմա նայենք հենց լեզվին, քանի որ նրա մեջ նաև հիշողություն է մնացել։ Լեզվաբանության մեջ կա սուբստրատ հասկացությունը։ Երբ մի լեզուն փոխարինում է մյուսին, այն կլանում է պարծի ուրվականները, բառեր, հնչյուններ, արտահայտություններ կառուցելու եղանակներ։ Կարծես տան նորտերը պատերի մեջ հայտնաբերել է նախկին բնակիչների պարսպապատ իրերը։ Բացեք Ադրբեջանի քարտեզը։ Շիկի քաղաքը տարածաշրջանի ամենահին բնակավայրերից է։ Թուրքական ստուգաբանություն չկա։ Բայց կան զուգահեռներ հնագույն Սակա-ցեղի անվան հետ, որն այստեղ ապրել է հին ժամանակներում։ Գաբալա Կովկասյան Ալբանիայի նախկին մայրաքաղաք։ Անունը պահպանվել է հազարամյակի ընթացքում եւ պետական, եւ լեզուներով։ Քուրը մեծ գետ է, որի անունը գալիս է նախապատմական խորքերից։ Հարյուրավոր գյուղեր, լեռներ եւ ձորեր կրում են անուններ, որոնք հնարավոր չէ բացատրել թուրքերեն բառարանի միջոցով, բայց նրանք զուգահեռներ են գտնում կովկասյան եւ իրանական լեզուներում։ Նվաճողները վերանվանում են մայրաքաղաքները։ Փոքր գետերին ու գյուղերին չեն դիպչում, նրանց անունների մեջ թաքնված է երկրի իրական հիշողությունը։ Կամ զագալ բառը Դագվուդ է հատապտուղ, որն աճում է ողջ Կովկասում։ Բառը նմանություն չունի այլ թյուրքական լեզուներում, բայց ակնհայտ զուգահեռներ ունի լեզգիների խմբում, հենց այն ժողովուրդների լեզուներում, որոնք ապրում էին Կովկասյան Ալբանիայում։ Եվ հնչյունաբանություն։ Ադրբեջաներեն ունի խորը աղիքային հնչյունների մի ամբողջ շերտ, որը բնորոշ չէ մաքուր տափաստանային թյուրքական լեզուներին։ Բայց դրանք լիովին նորմալ են կովկասցիների համար։ Երբ ադրբեջանցիների նախնիները անցել են թյուրքերենի, այն արտասանել են իրենց տեղական առոգանությամբ։ Ժամանակի ընթացքում այս առոգանությունը դարձավ նորմ եւ փոխեց լեզվի ձայնային կառուցվածքը ներսից։ Իսկ հիմա գլխավոր վկան, որին քչերն են լրջորեն վերաբերվում այս համատեքստում Նիզամի Գյանջավեն է 12-րդ դար Գյանջա քաղաքը։ Ամենամեծ բանաստեղծը, ում Ադրբեջանը համարում է իր ազգային դասականը, ում բանաստեղծությունները թարգմանվել են տայք ցություննակ լեզուներով, ում ստեղծագործությունն ուսումնասիրվում է աշխարհի տարբեր համալսարաններում։ Ինչ լեզվով է գրել։ Պարսկերենում, ոչ թյուրքական, ոչ արաբերեն։ Մարդը, ով ապրել է 12-րդ դարում ենթադրյալ թուրքացման էպիկենտրոնում, ընտրել է իրանական մշակույթի լեզուն, իսկ բանաստեղծության մեջ նա ուղղակիորեն իրեն անվանում է դղկանին, իրանցի հողատեր եւ դառնությամբ խոսում է թյուրքական պետության կյանքի մասին։ Դա նման է 11-րդ դարի անգլիացու օրագիր գտնելուն, ով գրում է, որ ատում է նորմանդյան նվաճողներին եւ իրեն անգլո-սաքսոն է համարում նվաճումից 100 տարի անց։ 12-րդ դարում թուրքացումը դեռ չէր հասել կիրթ քաղաքային վերնախավին։ Թյուրքերենը զինվորների, քոչվորների եւ գյուղական վարչակազմի լեզուն էր, բայց ոչ պոեզիայի եւ բարձր մշակույթի լեզուն։ Այս ամենը միասին նկարում է մի պատկեր, որը պաշտոնական պատմությունը նախընտրեց չնկատել։ Ես մեկ կետ կա, որի մասին ամեն անց թեմայով զբաղվելիս մտածում եմ։ Նայում ես այս ամենին ու հասկանում, որ ինքնությունը շատ տարօրինակ բան է։ Այն շատ ավելի կայուն է, քան թվում է եւ միևնույն ժամանակ շատ ավելի ճկուն։ Մարդը կարող է փոխել լեզուն, կրոնը, պետությունը եւ դեռ ինչ-որ բան կրել նրանցից, ովքեր ապրել են այս երկրի վրա 3000 տարի առաջ։ Ոչ որպես աբստրակցիա բառացիորեն, քրոմոսոմներում, ինտոնացիաներում, թուրքերեն բացատրություն չունեցող բառերով։ Ինձ թվում է, որ սա ավելի կարևոր է, քան այս թեմայի շուրջ ցանկացած քաղաքականություն։ Եվ վերջում ուզում եմ ավելացնել մի բան, որի մասին գրեթե երբեք չի խոսվում։ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը մի շարք տարածքների վրա, Կովկասյան Ալբանիայի թեման կտրուկ նոր քաղաքական կշիռ ստացավ։ Ադրբեջանի կառավարությունը սկսեց ակտիվորեն քարոզել այն պատմությունը, որ տարածաշրջանի միջնադարյան քրիստոնեական եկեղեցիները ոչ թե հայկական, այլ ավելի շուտ ալբանական հուշարձաններ են։ Բաքվում ստեղծվել է Կովկասյան Ալբանիայի ուսումնասիրության հատուկ կենտրոն։ Սա անհարմար իրավիճակ ստեղծեց, քանի որ այն գիտությունը, որը մենք քննարկում էինք, իրական է։ Հապլոգրամներն իրական են, պալիմպսեսներն իրական են, ուդիները իրական։ Բայց երբ իրական գիտությունը սկսում է ծառայել քաղաքական պատվերին, այն դադարում է պարզապես գիտություն լինել։ Հանկարծ քաղաքականապես կարևոր հայտարարված ուդիները հայտնվեցին տարօրինակ դրության մեջ։ Նրանց առաջնորդ Ռոբերտ Մոբայլը հանդիպել է նախագահ Ալիևին, ինչի նրանց եկեղեցին վերականգնվել է։ Նրանց ինքնությունը դարձել է պետական նախագիծ եւ իրենք ընդամենը մոտ 10,000 մարդ են ամբողջ աշխարհում։ Նրանց լեզուն մեռնում է։ Սա առանձին ու շատ տխուր պատմություն է մեծի ներսում։ Այսպիսով ինչ ունենք մենք ամենավերջում։ Գենետիկան ասում է. ադրբեջանցիները Կովկասի եւ իրանական լեռնաշխարհի բնիկ բնակչությունն են։ Արյան մեջ թյուրքական զանգվածային գաղթ չկա։
Թուրքացումը տեղի ունեցավ էլիտար տիրապետության միջոցով, երբ ռազմական փոքր էլիտան իր լեզուն պարտադրեց տեղի բնակիչների հսկայական զանգվածին։ Լեզվաբանությունն ասում է, ադրբեջաներենում ապրում են նախաթուրքական լեզուների հետքերը։ Տեղանունը, առօրյա բառապաշարը, հնչյունաբանությունը ամեն ինչ պահպանում է նրանց հիշողությունը, ովքեր այստեղ խոսում էին մինչև ագուզի գալը։ Արխիվներում ասվում է, որ եգիպտական վանքում 13 դար շարունակ տեքստ կար մի ժողովրդի լեզվով, որը համարվում էր անհետացած։ Կենդանի մարդիկ ասում են, Դինան ադրբեջանական Նիծ գյուղում հենց հիմա շարունակականության ուղիղ գիծ է կրում հենց այդ Կովկասյան Ալբանիայի հետ։ Կովկասյան Ալբանիան չմեռավ, փոխեց լեզուն, հետո կրոնը, հետո պետությունը։ Բայց դա մնաց արյան մեջ, քարերի մեջ, բառերի մեջ, կոկորդի բաղաձայնների մեջ, գետերի անունների մեջ, որոնք ոչ ոք չվերանվանեց, որովհետև դա անկարևոր էր թվում նվաճողներին։ Պատմությունը ոչ մի տեղ չի տանում, պարզապես սպասում է, որ ինչ-որ մեկը սկսի ճիշտ հարցեր տալ։ Իսկ երբեմն պատասխանները գտնում են ոչ թե արխիվներում, որտեղ արյուն են վերցնում Բաքվի սովորական բնակչից եւ նրա ներսում գտնում մի մարդու դրոշմը, ով ապրել է այստեղ նույնիսկ նախքան բուն թուրք բառի հայտնվելը։